Ես այսօր ուզում եմ խոսամ սիրո մասին, որովհետև ինչ է սեր, երևակայի ամեն մեկը մտածում է, բայց ոչ շատ մարդիկ պատասխան չունեն։ Ուսումնասիրելով շատ կարծիքներ, թե ինչ է նշանակում սեր, եկա մի եզրակացության, որ մարդիկ չունեն այն հայտնությունը, որը բերում է Աստված։ Իհարկե, սիրո մասին չեն կարող ունենան մեծ հայտնություն, եթե սիրո աղբյուրի հետ ծանոթ չլինեն։ Գիտեք, սիրո մասին շատ կարծիքներ կա, շատ փիլիսոփայություններ կա, բայց ամեն մեկն էլ վերջը վերջով սխալ է լինում։ Օրինակի համար կարդացել եմ այսպիսի բան, որ սերը դա ճամփրուկ է առանց բռնիչի, որ շատ դժվար է տանել։ Մի ուրիշը ասում էր, որ սերը դա ծաղիկ է, որ ուշ թե շուտ թարամում է եւ դրան պետք է նետես դեն։ Բայց մենք գիտենք, որ Աստվածաշունչը սովորեցնում է մեզ սիրո մասին, որտեղ գրված է Հովհաննես 3:16-ում, եւ Աստված այնպես սիրեց այս աշխարհը, որ տվեց իր միածին որդուն։ Ես չեմ կարող համաձայնվել այն մարդկանց հետ, որ կարող են ասեն սերը վերջանում է, որտեղ սերը ունի աճող զորություն։ Մի ուրիշ խոսքերով ես կարող եմ ասեմ, սերը վերջացնում են, բայց սերը չի վերջանում։ Եթե մարդ որոշել է չսիրի, դա նրա գործն է եւ նա կարող է վերջացնի իր սիրո ճանապարհը։ Չէ՞ որ գրված է Տիրոջ խոսքի մեջ, որ անիրավությունը շատանալու պատճառով շատերի սերը կսարճի։ Իրականում սիրո սառերը ինչու՞ց է։ Մեկը հարցերից մեկը դա անիրավությունը շատանալու պատճառն է, մեղքը շատանալու պատճառով սերը սառում է։ Ինչքան մարդ շատ մեղք տեսնի, այդքան սերը դեպի իր կողքինը կսառի։ Օրինակի համար մեկ օրինակ ես ձեզ բերեմ, երբ որ մի տղամարդ ուզում էր բաժանվել իր կնոջից, նա եկավ ինձ մոտ եւ հարց տվեց, որ իրար չեն հասկանում։ Ես նրան ասեցի, դու ուզում ես բաժանվես, պատճառը նրա համար է, որ դու ունես կողքից ինչ որ մեկին, որ տեսել ես, ունես այլընտրանք։ Նա ասեց, ով ոչ, դա տենց չի։ Ես նրան այդ ժամանակ մի հարց տվեցի, ասեցի, միթե դուք մտածեիր բաժանության մասին, եթե իրականում դուք ընկնեք անմարդաբնակ կղզի եւ անմարդաբնակ կղզիում լինեք երկուսով, դուք մտածեիր բաժանության մասին, նա երկար խորը մտածեց, իհարկե նա հետո բժշկվեց իր տիրոջով, բժշկվեց սիրտը, որոշում կայացեց իր սրտում չբաժանվել իր կնոջից, հասկացավ, որ խնդիրը հենց իր մեջ է։ Եվ տեսնում եք, ահա եւ անիրավություն շատանալու պատճառը։ Չէ՞ որ մարդիկ սիրարվում են, ամուսնանում են, բայց օրերից մի օր կանգնում է այդ սերը, որը նրանք սիրարվել են ու ամուսնացել են։ Սերը շարունակական է, սերը ունի աճող զորություն։ Եվ իրականում ինչ այսօր սերը, ես ուզում բացեմ այդ գաղտնիքը Աստվածաշնչի մեջ ինչ է գրված։ Այսպիսով Հովհաննես ավետարան 15-րդ գլուխ 12-րդ խոսքից։ Սա է իմ պատվիրանքը, որ իրար սիրեք ինչպես որ ես ձեզ սիրեցի։ Ոչ ով նրանից ավելի մեծ սեր չունի, որ մեկ իր անձը դնի իր բարեկանի համար։ Եվ այսպիսով գրված է, ինչ է սերը։ Ոչ ոք չունի ավելի մեծ սեր, որ մեկ իր անձը կդնի ուրիշի համար։ Մենք տեսնում ենք, որ սերը դա մի էմոցիոնալ զգացմունք չի, միգուցե սիրահարություն, այո, բայց ոչ սերը, դա էմոցիոնալ զգացմունք չի, դա զոհաբերություն է։ Եթե մարդ պատրաստ է սիրելու, սիրված լինելու, գիտես ինչ, այստեղ որ հարց է ծագում, ինչքանով դու պատրաստ ես զոհաբերես քո անձը։ Եթե մեկը ասում է, ես ուզում եմ սիրել, հարց է ծագում, ուզում ես սիրես ընդամենը մեկին, թե ուզում ես սիրես շատին, իհարկե ես խոսում եմ մարդկանց մասին, որոնք ամուսնանում են։ Կա սեր, որը ազգերը դու պետք է սիրես, մարդկանց պետք է սիրես, Աստծուն պետք է սիրես, բայց եթե քո կյանքը նվիրում ես ամուսնուդ կամ կնոջդ, դու պետք է ունենաս զոհաբերող սեր։ Եվ ընդհանրապես, եթե բարեկամներիդ, հարազատներիդ, ազգիդ նվիրում ես, պետք է ունենաս զոհաբերող սեր։ Այդ սիրո պատճառով զոհաբերես քո էմոցիաները, քո էգոիզմը, քո ամեն ինչը։ Միգուցե դու լավ բնավորություն ես ունեցել, բայց քո ամուսնու կամ կնոջը դուրը չի գալ այդ բնավորությունը, թող այդ քո բնավորությունը, զոհաբերիր քո բնավորությունը, որպեսզի հանուն սիրո դու կարողանաս հասնես մեծ բաների։ Ուրեմն հաղթելու այս աշխարհում վերջը վերջով նա, ով որ սիրել գիտի, իսկ սերը դա զոհաբերությունն է։ Սիրեք ձեր ազգը, սիրեք ձեր ընտանիքը, սիրի քո կնոջը, ամուսնուն եւ ամենակարևորը սիրի Տիրոջը եւ նրա համար զոհաբերի ամեն ինչ, ընտանիքիդ համար զոհաբերի ամեն ինչ, ազգիդ համար եւ մարդկության համար զոհաբերի ամեն ինչ։ Եվ դու կտեսնես, համ սիրում ես, համ էլ սիրված ես։ Նմանվեք Քրիստոսին, Տեր օրհնի ձեզ։ Ամեն։